Լորին և Նարեգը զույգ քույր ու եղբայր են և նույն դասարանին մեջ են։ Իրենց հայրենի ուսուցիչը պարտականություն տված է, որ հայկական նոր տարվա մասին գիրքեր գտնեն, ուսումնասիրեն և գրեն իրենց դասարանին ներկայացնելու համար։ Տեսեք ինչպես կգարտան ու կպատմեն իրենց գտած տեղեկությունները։ Նարեկ, այս տեղեկությունը շատ կարևոր և հետաքրքրական է։ Գրված է, որ շատ հին դարերում հայերը նոր տարին կտոնեին գարնան առաջին օրը, հիմակվա մարտ 21-ին, որովհետև կնույնացնեին նոր տարին և բնության ծագիլը։ Բայց ոս ուրիշ տեղեկություն ալգա, գսե թե հայերը նոր տարին կգոչեին Նավասարդ և կդոնեին այսօրվա թվականով օգոստոս 11-ին։ Ճիշտ ես Նարեկ, Նավասարդ արդեն կնշանակե նոր տարի։ Բայց ինչու օգոստոսին։ Ես գիտեմ, ըստ ավանդության Քրիստոսի առաջ 2492 թվին օգոստոս 11-ին, այսինքն ասկ է մոտավորապես 4500 տարի առաջ, մեր քաչ հայտնահաբեդը հաղթած է բռնակալ փելին և այդ հաղթանակին ետք հայ ժողովուրդը ապրած է ազատ ու անկախ։ Վստահ եմ, այդ օրը աղվոր խնջույք մնալրին։ Բայց երբ սկսանք հունվար 1-ին դոնել նոր տարին։ Ես կարդացի, որ քրիստոնյա դարձած երկիրները 16-րդ դարեն սկսյալ կդոնեն հունվար 1-ին։ Հայերն ալ հետևեցան անոր։ Բայց մենք չենք մոռացած հին թվականները և հաճախ անոնք ալ կհիշենք և կդոնենք մանավանդ Հայաստանի մեջ։ Գիտես ինչ հաճելի է նոր տարի դոնելը։ Օրինակ, հին ժամանակ նոր տարվա արդիվ կտխեին նշանավոր դարեհացը, գաթայի նման, վրան զարդարված չամիչով, ընկույզով, խաղողով, նշելով դարվան թվականը, մեջնալ գտնեին մեդաղի թրամը, այն անցը, որուն դրված շերդին մեջ թրամը գտնվեր, ան կհամարվեր դարվան փախտավորը։ Ինչ հաճելի է, այս տարի մենք ալ ընենք այս խաղը։ Գիտես ուրիշ սովորություններ ալ գային։ Լորի, թուն հայկական բարի թաս կառնես։ Չարխապան բարը գիտես։ Այդ բարը այսպես արյուկ շարժումներով, ձապերով, ոտքի հարվածներով աղմգոտ բարմն է, որ վախցնեն չարուժերը։ Բարենք այս տարի։ Բարենք։ Նարեկ, դես հոս ինչ գրված է։ Ամանորյա սեղանին վրա գլարղափաման, բաքի դոլման, հարիսան, անուշ աբուրը ցորենով և չիրով։ Մարաններեն գփերեին չիրերու շարաններ և գգախեին առաստաղեն։ Օ, նայր հոս ինչ կսե։ Նոր դարվա արիթով գբադրաստեին խմորեղեններ, ասելիքները, որոնք աղջիկ դիկնիկները կներկայացնեին, և վասելիքները, իբրև դղա դիկնիկներ։ Եթե խմորի դիկնիկները լավ ուրեին, ըսել է թե ընտանիքին մեջ հաջողություն պիտի ըլլար։ Նոր դարվա հին սովորություն էր նաև գրագարանը 6 օր վառած բահել, որ ընտանիքը մնար միշտ առողջ և խաղաղ, իսկ չարն ու վադը անհետանար իրենց կյանքեն։ Օ, այս խաղը հիմա ալ կխաղանք, բարանի խաղը, երեխաները երկու խումբի կբաժնվեին և բարանը աջ ու ցախ գոմ կքաշեին։ Աջ ու ցախ քաշքրդուկը հին դարվա և նոր դարվա իրար մե բաժանումը կխորհրդանշեր։ Իսկ պատանի և երիտասարդ աղջիկ տղա խումբ դունե-դուն գայցելեին երգելով և բարելով։ Օ, այս մեկը լսե, ժամանակին այսօրվա խաղալիքները չգային, և երբ երեխաները նոր դարին առաջին առավոտը գարթնային, բադեն գախված իրենց կուլբաներուն և քոկոնոսներուն կրբաններուն մեջ գաղան բաբային փերած չամիչը, ընկույզը, չորթութը, նուշն ու բաստեղը գգտնեին։ Նարեկ, ամանոր նաև նոր դարի կնշանագե։ Դեղ մը գարթացիր, թե այդ պարը ճիշտ ինչ կնշանագե։ Այո, հոս է, հայ ժողովուրդը Քրիստոսի առաջ գհավադար այլազան աստվածներու։ Հայկական թիցապանության մեջ ամանորը նշված է որպես նոր դարվան աստվածը։ Հետևաբար նոր դարվան գսեին նաև ամանոր։ Գար նաև վանադուր աստվածը, որ բդղափերության աստվածն էր։
անխնձորով գդարած էր իր սիրո խոստովանությունը ամանորին։ Այս պատճառով հին ժամանակ ցորենի հասկերով պատրաստված գենած ծառը, որ ներգայի գաղանթի ծառն է կամ դոնաձառը, գզարդարեին բդուղներով, բուբրիկներով եւ հատկապես խնձորներով։ Ուրեմն գրնանք ասել, որ հին ժամանակներու եւ ներգայի ժամանակներու սովորությունները բավական նման են իրարու։ Փորձեք նշել զանոնք, Նոր դարի դոնել, դոնաձար շտկել, նվերներ դալ իրարու, ահագին ու մասնավոր ուդելիքներ պատրաստել, երգել, բարել եւ ուրախություն ունել, խաղեր խաղալով ուրախանալ։ իրարու շնորհավորել եւ բարի մաղթանքներ անել։ Կարծեմ մեր ուսուցիչը շատ պիտի հավնի մեր պատրաստած ուսումնասիրությունը եւ լավ նիշ պիտի դա մեզի։ Վստահ եմ, որ մեր ընկերներն ալ շատ պիտի սիրեն եւ հետո լավ ուրախություն մը գնենք միասին։ Լույսերը բակում են շուրջը ձայներ են հոգումը ջերմություն միայն Նորը եկավ իսկի նմնաց կերացրե ջորդեցին միմյանց Տոլմայի ғազաններ, չարազի վազաներ Ձեցված կատակներ, ծեխոտված հատակներ Մագնիսի նման ուշկա ձգումա բոլորին Մի կողմնի ռոքսեր միացիր խնջույքին Մագնիսի նման ուշկա ձգումա բոլորին Մի կողմնի ռոքսերդ միացիր խնջույքին Զնով ծածկված բոցները հարազատ են լավ